նախորդ 7-8 տարիների ընթացքում դա տեղի ունեցել է, այսինքն ինչ որ կատարվում է, սա չգիտեմ, առնվազն մեր համար որևէ նորություն չի։ Այս նույն մեր նկատմամբ, դաշնակցության նկատմամբ, մեր դաշնքի նկատմամբ, իմ ընկերների, իմ բոլորի նկատմամբ այս քանի տարիներ տեղի ունեցել է եւ իհարկե եթե ուժները հերիքի, եթե կարողանան հաղթահարել այս ձերբակալությունները, առաջիկայում այս չոքելու է այլ քաղաքական ուժերի դուռը ու առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդը Հայաստանում հետապնդվելու է։ Ով չի սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, ինքը հետապնդվելու է։ Այն գործարարը, ով հաշտ չի լինելու ըստ թրքացման պրոցեսի հետ, կապ չունի ինքը զբաղվում է քաղաքականությամբ թե ոչ, ինչ-որ մի պահի, հիշեք այսօր էլ, եթե սրանք մնան, ինքը ևս հայտնվելու է այս ամեն ինչի մեջ, հետևաբար սա Հակակոռուպցիոն կոմիտեի մոտակայունության օրենսդրական փոփոխությունները, որով հնարավոր է սահմանափակի, այսպես չակետավոր ասած, ընտրականշապի գործերով անցնող արձան կուսակցությունների մասնակցությունը հետագայում նաև ընտրական պրոցեսների։ Այդ փոփոխությունները նաև քաղաքացիներ, որ օրենսդրական փոփոխությունները Այդ օրենքով առաջինը պետք է հետապնդվի քաղաքացիական պայմանավորը։ Դուք սահմանադրական դատարան ասացեք, որ փաստաբանները շատ են ֆորտոգրաֆը, դրանք իրենց ընտրաշարի իրականացման համար դրա համար փակցր են։ Հետևաբար մենք լավ հասկանում ենք իմ կարևոր նախաձեռնություններով, այո, եթե շարունակենք փորձելու դիմադրի քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակել, այս մարդու ճանապարհը դա է։ Վերջում օրենքա բերելու, ով ԿՊ ինչի քվեարկում, քանքանապես ընտրություն չգնա։ Իրականում այս տրամաբանության ինչ որ անում է, սրա վերջ է տալու, ով ԿՊ ինչի քվեարկում, քանքանապես ընտրություն։ Հետևաբար այն ինչ որ ինքը արել է ու անում է, այս ամեն ինչը կանխատեսել է, եթե դու մի քանի ամիս առաջ մեր բերքերային սրա վերարտադրել մինչև այստեղ մեր համար որևէ նորություն չկա, բարձր քիչ ճանապարհ։ Խնդիրը սրա դեմը ոնց է առնում, որ ուժերն են պատրաստ մինչև վերջ վաբանք գնալ և պայքարել այս հանցավորողների դեմ և այդ ճանապարհին քարտեզը, որը կարծում եմ ընդդիմադիր դաշտում կա այդ խորը գիտակցությունը, մի շարք նաև տարբեր տեսակի ամբիցիաներ կողմ դնում, հասնել այդ համախոհությանը, ձևավորել այդ ճանապարհային քարտեզը, հանրությանը ներկայացնել որտեղից են սկսում, որ են գնում, ինչ արդյունք, պարզ խոսել, որ նաև կա բազմաթիվ դժվարություններ, որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որ մի հանրահավաքով, մի քայլով այս իշխանությունից ազատվելու է։ Նորից եմ ասում, պետք է նկատի ունենալ, կա իշխանություն, որ ունի արտաքին աննախադեպ աջակցություն, թուրք-ադրբեջանական աջակցություն, իշխանություն, որը չունի կարմիր գիծ ու ունի իրեն ծառայող հնազանդ իրավապահ համակարգ։ Հետևաբար սա ենթադրում է, որ պայքարը ունի մի շարք դժվարություններ, որ պետք է կարողանա հաղթահարել։